Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հունիսի 30-ն է, ինչպես ասում են հունիսն էլ վերջացավ, մեր մեծերը կասեին, հեսա արդեն ամառը պրծավ, տեսնենք մենք ինչ ունենք, ինչ ստացանք այս ընտրություններից հետո եւ ընդհանրապես ինչ վիճակում ենք գտնվում։ Գնանք ամենակարևոր նորություններից վերջապես Հայաստանի Հանրապետությունում ձեն դուրս եկավ, ինչ որ մի բանի ձայն։ Եվ հիմա տեսնենք այդ ինչի ձայնը։ Փորձենք հասկանալ։ Խնդրում եմ հիմա ուշադրություն դարձրեք։ Ոչ միայն ինչ է ասվում, այլև ոնց է ասվում։ Իսկ մինչ այդ չմոռանանք, սեղմում եք լայքի կոճակը, գրեք ձեր կարծիքները ամեն դեպքում, եթե նույնիսկ համաձայն չեք իրեն, ինձ հետ անպայման գրեք։ Եվ օգնեք ալիքին, եթե ցանկություն կա, բաժանորդագրվեք Patreon-ին կամ կատարեք ձեր անհատական նվիրատվությունները։ Շնորհակալ եմ բոլոր նվիրատուներին։ Իսկ հիմա լսենք եւ տեքստը, եւ ինչա կատարվում։ Փորձենք հասկանալ։ Հարգելի լրագրողներ, բարև ձեզ։ Տեղեկացնեմ, որ քննարկման եւ փակ գաղտնի քվեարկության արդյունքում ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Եթե հարցեր ունեք, բայց շատ երկար չէ, էլի։ Դուք ինչ լսեցիք։ Տեքստը չէ։ Ձայնը, Ժորժ ջան։ Ես վաղուց, բարերը չեմ լսում։ Ես վաղուց լսում եմ, թե ասենք, ինչ է հագել, ոնց է նայում, ոնց է կանգնած։ Բարև ձեզ։ Այ, ձայնին ոչ մեկի աչքերին չի կարողանում նայել միշտ դեպի ներքև, հիմա ձայնի ինտոնացիան լսեք։ Ձայնի ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել։ Հիշում եք, ինչ մի առոգանություն կար, ինչ էքսպրեսիա կար նախընտրական ժամանակ, հիշում եք այդ շրջանը։ Ոնց էր գոռում, ոնց էր ղժում, արա ինչու չես մեռե, ճղելու եմ, հիշում եք ինչ էքսպրեսիա կար այս բեմի փոշու մոտ։ Այս հիշում եք։ Հարց։ Բանտությունները վերջացավ։ Հետո ոնց որ թե ձայներն խլել ես, ինչ պետքա նկարել ես, քնություն ուտել, քո սահմանադրական դատարանում ընթանում է։ Ինչ ես մի տեսակ նեղված։ Սա մի բան է, ժողովուրդ, որ ինքն էլ չի մտածում ոնց է դա լինում։ Սա ներքին վիճակն է։ Կողքինների դեմքի արտահայտությունը տենում եք։ Այս իսկաժոնի վիճակը չէ։ Ընդհանրապես։ Այ, եթե ուշադիր նայել եք, տեսած կլինեք, որ ես իմ ճակատի ես փոսնել է խորած։ Մեր պարագայում հասկանալի է փոսը ինչի է խորանում, իրաց պարագայում ինչի է խորանում, հա։ Մենք հայրենիք ենք կորցնում, մենք անընդհատ այս լարվածության մեջ ենք, իրաց մոտ ինչն է։ Ստեմքերը մեր նայեք բոլորի։ Մենք հայրենիք ենք կորցնում, իրանք իշխանություն։ Այո, իրանք կորցնում են իշխանություն։ Ով ինչ ուզում է թող ասի։ Ամեն ինչ չի որ երևում է հենց հիմա, ասենց այս մակերեսին, բայց Նիկոլ Փաշինյանի դեմքը, վարքագիծը, մեկ էլ ամենակարևորը, Աթաթուրքի գլխարկը ամեն ինչ ասում է։ Ամեն ինչ ասում է, այս մարդը փորձեց ամեն ինչ, սկզբից Էլչիբեին էր կոպի անում, հա, թե դրանց լակոտն է։ Հիմա Աթաթուրքա խաղում։ Ես չգիտեմ, կարող է բերել պայ Էրդողան խաղը։ Ես չգիտեմ սրանից ինչ սպասեմ, բայց այս վիճակը մանավանդ երեկվա հայտարարությունից հետո եւ Զատուլինը ասեց, որ այս կարգի կեղծված ընտրությունները մենք չենք կարող ճանաչել։ Զատուլինը աշխարհի ընտրություններ կեղծողն է, դե ինքը չէ, բնականաբար հասկանում եք, Ռուսաստանի ներկայացուցիչն է, չէ, բայց իրանք որոշել են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չճանաչեն։ Դա նույնն է, ոնց որ ծնողն ասի տուն չգաս։ Ծնողը երեխային ասի տուն չգաս։ Հա, ծնողը, սա ծնողը Պուտինն է։ Այնտեղ կան մի քանի հայրեր եւ մայրեր անպայման, հա, համատեղ, բայց իր ծնողը Պուտինը ասեց չէ։ Բա որտեղից ձայն լինի, որտեղից լինի առաջվա էնտուզիազմը ձայնի մեջ մետաղը։
verbal analyze-ը ֆանտաստիկ բան է, եթե կարող եք գնացեք սովորեք։ Չեք պատկերացնի ոնց է օգնում կյանքում։ Սես մի անգամից ռենտգեն ես անում, ամեն ինչ սես կոչվում է body language and verbal analysis։ Հայկ Կոնջորյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Եթե հարցեր ունեք, Հարցեր ունեք, ինչի հարցեր չունենք։ Իսկ ամենակարևորի մասին արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետեւ կարծում ենք, որ հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում զենքայնացման։ Փաշինյան Նիկոլ Անգրագետը, որ կյանքում ամեն ինչ է կիսատ թողել։ Ամեն ինչ, ինչ սկսել է ոչինչ չի ավարտել կյանքում։ Ոչինչ միջև վերջ այս մարդը կյանքում չի հասցրել։ Հիմա որոշել է հայերեն նոր բառ ստեղծի։ Զենքայնացնում։ Որոշել է չարձագանքել, որպեսզի չզենքայնացնի։ Զենք։ կարծում ենք, որ հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահից։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը ով է։ Դու ԿՊ-ն։ Ինչ ասեց ինքը արդյունքում, դասեք միջև վերջ։ Առաջիկայում էլ որևէ դեպքում արձագանք չի լինելու։ արդեն ասեցի։ Արդեն ասեցի, քվոշի բան չի ասում։ Եվ ԱԳՆ-ն չի մեկնաբանում Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը։ Այսինքն ԱԳՆ-ը վարչապետը, հələ վարչապետը մի բառ ավել ասեց զենքայնացնում են այս հարցը։ Մենք չենք միջև մտում։ Մենք ասում ենք ինչ արել եք մեր հետ, լավ եք արել, թող ոչ մեկ այդ մասին չխոսա։ Հասկանում եք չէ, այս կապիտուլյանտը ամեն ինչ արեց, որ հայ ժողովուրդը էլ չխոսա դրա մասին, նույնիսկ իր պրոպագանդիստները այլևս ցեղասպանություն բառը չեն օգտագործում։ Հանրային լեքսիկոնից են ուզում հանեն ցեղասպանությունը, մեծ եղերն ասեք, մեծ եղեր։ Անմեղ մի հատ բան։ Հա, ցեղասպանություն։ Մեկ էլ ոչ ավել, ոչ պակաս են էլ որտեղից զանգ եկավ, մի տեղից որ ոչ մի չի սպասում։ Իսրայելից եւ Իսրայելը խառնեց ամեն ինչ, ասեց, համասեց ցեղասպանություն, համասեց եղելա Թուրքիան արել, համասեց ով երկի հանցագործը։ Իսկ ինչ արեց Հայաստանի Հանրապետությունը։ Ասեց մի զենքայնացա։ Ոնց որ թե Թուրքիայի պաշտպանը խոսար։ Մի օգտագործեք այդ հանգամանքի դեմ։ Հիշեցնեմ ձեզ 1 տարի առաջ իրանք արդեն սա ասում են, որ ինչա, կարող գիտեք, այս ցեղասպանությունը մանրադրամա, որ ով ասես օգտագործի Թուրքիայի դեմ։ Ներվում են, որ դա օգտագործում է Թուրքիայի դեմ։ Երևի հիմա սրանց գոնե մի մասի, ես հասկացա, որ շատ մասի գլուխը մեկա ոչ մի բան չի մտնելու, ամեն օր ժամանակի կորուստա, երևի մտան, որ ձեր կամքից կախված չի դարի հանցագործությունը ով եւ ինչպես օգտագործի, եւ դա օգտագործելու է։ Այս հանգամանքի դեմ բողոքեց Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը։ Իսրայելը ճանաչեց թուրքական ցեղասպանությունը Թուրքիայի կողմից կանգնած իրականացած, դրա դեմ փաստորեն բողոքեց փաստացի, ասեց ես չկամ, ես սուվերեն պետություն չեմ, Հայաստանի Հանրապետությունը ասեց ես ոչ մի չեմ խոսում։ Եվ ամենաակտիվն այստեղ նաև Ադրբեջանն է։ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իսրայելի եւ ասել է մի խոսքով վերանայի որոշումը։ Վերանայի, որտեղ դու պատմական կեղծարար ես փաստորեն։ Տեսեք, Իսրայելի համար ընդհանրապես ցեղասպանության թեման շատ զգայուն թեմա է, որովհետեւ ինքը 48 թվականից այս կողմ իր բոլոր հանցագործությունները առ այսօր արդարացել է մի հանգամանքով, որ ինքը ցեղասպանված ժողովուրդ է։ Ընդ որում միակը։ Այդ ընդհանրապես միակի գաղափարը հрьяաների մոտ լինել միակ անկրկնելին, ի սկզբանե աստծուն տվյալ, միակ տուժված։ Մի խոսքով, այս ամեն ինչը շատ կարևոր է, ու այսօր իրանք զոհաբերել են, ու դրանից դժգոհ են հայերը։ Հələ որ թուրքերը դժգոհ են, հասկանալի է, դժգոհ են նաև հայերը։ Ինչի է համար սա արվում։ Ինչ որ ավելի շատ մեծ նպատակի համար արվում։ Հաստատ, որ հիմա նույնիսկ ես չեմ կարողանում հասկանամ, թե սա ինչի համար ես դու ճշտամացնում, քեզ ասեն քո ռազմական գործընկերով
Ադրբեջանի չնայած Ադրբեջանը այսօր կգռմերա վաղը նորից հարմարվելու է, որովհետև ուր պիտի գնա։ Չմոռանանք, որ ադրբեջանական ցեղասպանության մեջ, էթնիկ զտման մեջ Իսրայելն էլ դեր ունի։ Մենք ոչ մի բան չենք մոռանում։ Այնպես որ իրենք իրար հետ կապված են մեծ հանցագործությամբ, բայց այնուամենայնիվ Ադրբեջանը դժգոհ է, գիտեք ինչի, որովհետև ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ, ըստ իրանց, էլի Ալիևենց, որ հանկարծ հայերը համարվել են ցեղասպանված ժողովուրդ, որ նշանակում է իրանք եղել են այն ժամանակ, ցեղասպանվել են, որին իդեալական պատասխանեցին հրեաները, թե դուք ինչի համար եք խառնվել այդտեղ։ Իրանք որ ցեղասպանում էին, դուք որպես պետություն գոյություն չունեիք, հա։ Հա։ Ու այս բոլոր ֆոնի վրա Հայաստանի կառավարությունն ասում է՝ մի օգտագործեք մեր ցեղասպանությունը ցեղասպանողի դեմ։ Դեք ինչ եք կարծում։ Մենակ մենք ենք լսում այս հայտարարությունը։ Այսօր ես լսել եմ Ռուսաստանում ինչ են մտածում սրա մասին, այսօր ես լսել եմ Ադրբեջանում ինչ են մտածում սրա մասին, Իսրայելում այսօր ինչ են մտածում սրա մասին։ Բոլորի մասերը բիզբիզականն է։ Թե այս ինչ պահվածք կա, ոնց կարելի է հասկանալ այս պահվածքը։ Իհարկե իրանք չեն կարող հասկանալ այդ պահվածքը, քանի որ իրենց մոտ պետականության այս աստիճանի անկում, որ սեփական կառավարությունը աշխատի քո շահերի դեմ, չունեն իրանք։ Չունեն։ Չկա ադրբեջանական պետականություն կա, բայց կա Ալիև, որ ամեն ինչ անում է չեղաստեղից ինչ-որ մի բան ստեղծի։ Հա։ Նույնը արել է Աթաթուրքը, որի ցիլոն չէ գլխի մանագալին։ Մեր տեղական Ալիևը, ամեն ինչ անում է Էրդողանը, որը չելած պետությունը, չեղած իրաց մեջ պետականության գաղափարը, ասես վարպահի, թուրք լինելը, որ սա բացառիկ բան նվեր է իրանց համար վարպահի, մեկ էլ կա Հայաստան, որի մասին այսօր աշխարհն է խոսում, որի մասին չի խոսում հենց ինքը իր պետությունը։ Լուրջ եմ ասում, այս երկու օրը բոլոր առաջատար մամուլները զարմացած, աշխարհի առաջատար մամուլը զարմացած խոսում է նրա մասին, թե Իսրայելը ոչ ավելի ոչ պակաս այսօր որոշեց ճանաչի ցեղասպանությունը։ Ճանաչի, ինքն էլ ճանաչի, որ աշխարհում 38-39 երկիր արդեն ճանաչել է, ինքն էլ պետք է ճանաչի սա։ Խոսում ու մեկ էլ այսօր արձանագրում են Հայաստանի վերաբերմունքան, որում այդ բոլորը սպասում էին Հայաստանի շնորհակալությունը, Հայաստանի, չգիտեմ, հա, ողջևորվածությունը այս մասին, որովհետև նախկինում այդպես էր։ Նախկինում այն բոլոր երկրները, որոնք ճանաչել են Հայաստանի ԱԳՆ-ն շնորհակալություն հայտնել գործի համար։ Իսկ այսօր Հայաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբան։ Բոլորին չի մեկնաբան։ Ինչ ասած։ Սա նշանակում է, որ Հայաստանն այլևս որպես պետականություն գոյություն չունի։ Վերջ, Հայաստանը նույնիսկ սեփական քաղաքականության մասին կարծիք հայտնելու ինք իրեն իրավունք չի վերապահում։ Բոլորը ինքը ոնց որ ես ասեմ այսօր մի փոքր վիդեո է ձայնագրել, ոնց որ Մոնղոլիան ժամանակին, ասեք, դա մասին նույնիսկ անեկդոտ կա, ասում են սովետական անեկդոտ է, ասում են աշխարհի ամենաչեզոք երկիրը Մոնղոլիան է, որը նույնիսկ սեփական գործերի մեջ չի խառնում, հա։ Այսօր Հայաստանը, այս վարչապետը, այսօր մեռածաթաղած չի ցեղասպանության զենք մեռածաթաղաշինքը չգիտի որ հարցը լուծի։ Ախր ես ասել եմ, չէ, բոլոր հարցերը լուծված են, այդ չլուծված են մնացել։ Ոչ մի հարց սա ունակ չի լինելու լուծելու։ Ոչ մի։ Ոչ ցեղասպանության ճանաչման, չճանաչման, ոչ Միջանցքի բացման, չբացման, ոչ հարաբերությունների հետ հարաբերությունների, ոչ միշտ բանջարեղեն արտահանելու։ Ես գիտեմ, որ մի քանի գործադար ընկել են ձեռուոտ, որ մի քանի հոգու օգնեն, մի քանի կիլո միշտ փրկեն։ Անտիրա հայ մարդը տվեք ինձ 2 տարի ինքը ճանապարհը կգտնի։ Ափսոս է դե 2 տարին չկա։ Ափսոս է միք կոչվածը ինքը պահածո չի, որ դու տարիներով պահես։ Օղի չի, ջերմուկ չի։ Այս ամենի ժողովրդին չեն պահել, չեն ապահովել։ Սրանք հիմա թքած ունեն ամեն ինչ, ամեն մարդ իր գլխի ճարն է տենում։ Վստահ եղեք, 2-3 տարվա մեջ կգտնեն ոչ եվրոպական, no, ոչ եվրոպական։ Կլինի արաբական, կլինի ասիական, կլինի նույնիսկ գուցե իրանական, ու ասես, նույնիսկ կարող է թուրքական լինի, բայց երբեք ոչ եվրոպական։ Դրա մասին մոռանում ենք գոնե առաջին 5-6 տարին, 7 տարին, 10 տարին։ Բայց հայ մարդը, այն մի քանի հոգի,
Հետո կսկսի գուցե ծավալներ ավելանալ։ Իրաց գլխի ճարը կտեսնի մեծ կորուստների գնով։ Սա ոչ մի հարց չի կարողանալու լուծել, որովհետև ինքը ամենակարևոր խնդիր ունի, սա լեգիտիմության խնդիր ունի, չընդունվածության խնդիր ունի, իսկ իր կողմից Եվրոպայի ճանաչումը մեծ խնդրեմ է դառնում արդեն իսկ Եվրոպայի համար։ Սա այն հայտարարությունն է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն է տարածել։ Տեսեք, Ադրբեջանի ԱԳՆ-ն այստեղ ընդհանրապես կապ չունի, բայց ավելի ասենց ասեմ, վճռական գործունյա տեքստ է, քան Հայաստանի, ես բան չեմ ասում։ Այս ցեղասպանությունը վերաբերվում է, նայեք, Թուրքիային ու Հայաստանին։ Հայաստանն ասում է, ես բան չեմ ասում, ավելի ողջևորված Հայաստանի փոխարեն խոսում է Ադրբեջանը։ Հայաստանը չամանչեր նույն տեքստը կհրապարակեր ինքը։ Ուղղակի դեռ այդքան կայուն չեն, հասկացեք։ Դեռ այդքան կայուն չեն։ Դեռ իշխանություն չունեն։ Իրանց հարցը այսօր կախված է այսպես օդի մեջ։ Լսենք այս մասին ինչ է ասում Անուշ Սեֆրակյան։ Իրավիճակը ստիպեց եւ պարտադրեց խոսել, եւ ես ձեզ շատ եմ խնդրում, գոնե այս անգամ թեմայի մասին լսելով միանգամից չասեք ուֆ, անջատում եմ հեռախոսը, կամ այլևս չեմ լսելու, որովհետեւ հենց այդ միակողմանի կարծրատիպն է, որ ստիպել է մեզ կանգնել այսպիսի գոյաբանական խնդրի առաջ։ Եվ այդ կարծրատիպերով անցել ենք ոչ միայն մեկ, այլև այն ժողովուրդը, որին մենք այդպես համոզված չենք ընդունում, գիտեք ինչի, որովհետև մենք անցել ենք նույն իրավիճակով, նույն աշխարհագրական դիրքորոշումներով, նույն պատմության քարուղիներով, բայց իրենք հաղթող են, եկեք չվիճարկենք։ Իսկ մենք պարտվող, եկեք դա չվիճարկենք։ Ինչքան էլ մենք մեզ պարտված չհամարենք, մենք պարտված ենք, ընդ որում պարտված ենք գաղափարական, պարտված ենք տերիտորիալ, պարտված ենք հոգեբանական, մենք գտնվում ենք այն ճամփաբաժանում, որից այն կողմ քայլը կամ դեպի անդունդ է, կամ դեպի աշխատանք։ Իսկ հայ ժողովուրդը դա չի սիրում։ Նա սիրում է մեղադրել, նա սիրում է նվնվել, նա սիրում է արագ հիասթափվել։ Այսօր ինչքան մեղադրական եմ կարդացել բա։ Մեղադրական Իսրայելին, թե դուք ես ինչ եք անում մեր հետ։ Դուք խաթարում եք մեր բարեկամությունը։ Ժողովուրդ ջան, միջելոց նայեք այդ տեքստերը, նայեք ովքեր են խոսում, նայեք ովքեր են գրում։ Ճանաչեք։ Ճանաչեք ներդրված գործակալներին։ Որովհետև բացահայտ տականքը այդքան վտանգավոր չի։ Այն տակից քանդող տականքը, որ դեմքից ժպտում է, բայց տակդ քանդում է։ Դրանց ճանաչեք այս լեքսիկոնով։ Դժգոհում են, որ Իսրայելը ճանաչել է։ Մեծ վտանգի է ենթարկում։ Եվ գիտեք ինչ, այդ ճանապարհով անցել են նաև հрьяաները, բայց այդ ճանապարհը ոչ մեկը չի ուզում ընդունի իբրև գործողությունների համակարգ։ Եվ ուրեմն այսպես, հրեական գործոն, պատմական էքսկուրս։ Դուք գիտեք, որ չկան քրիստոնեական արժեքներ, կան Judeo-Christian values, հուդայական քրիստոնեական արժեքներ, որովհետև ով ընդունում նոր կտակարանը, անխուսափելիորեն պետք է ընդունի նաև հին կտակարանը։ Ես խոսել եմ այսօր առավոտյան հրեական ազգի այն ներկայացուցիչները, որոնք խորապես մտահոգված են հենց հայերի ճակատագրով եւ դրանք հավատացեք Իսրայելի պայծառագույն ուղեղներն են, մտահոգաբար ինձ ասին հետեւյալը. Թուրքիան սկսել է կաշառել Կնեսետի իր բաժին դեպուտատների։ Թուրքիան սկսել է կաշառել Կնեսետի իր բաժին դեպուտատների։ Ով է դրան ձայնակցում իսլամական պարագլուխները, որովհետև նրանք չեն ուզում, որ հանկարծակի տեղի ունենա նմանատիպ մերձեցում, ինչի հիման վրա, պատմական արդարության վրա։ Հրեաները ստացել են իրենց պատմական արդարությունը, դա նախադեպ է։ Եթե իրենք ճանաչում են դա, ստացվում է, որ հայերն են իրավունք ունեն պատմական արդարության։ Դրան ահավոր դեմ է Ռուսաստանը, սարսափելի, Ռուսաստանը մինչև հիմա դեմ է հրեաների, մինչև հիմա Ռուսաստանում գնում ամենակայուն պագրոմների գիծը եւ ներկայությամբ ակտիվ աշխատում է թուրքական եւ ռուսական լոբբին այդ հարցի դեմ։ Հիմա ես հարց եմ տալիս։ Դուք ում հետ եք։ Դուք իբր թե Ռուսաստանի ջատագովներ եք, բայց Իսրայելի գենոցիդի բանում ընդունման հարցում աջակցում եք ռուս-թուրքական օրակարգին։ Ինչպես աջակցում եք քաղաքական պայքարներով, մանդատը վերցնելով, ռուսական գործոնը թմկահարելով, դուք աջակցում եք ռուս-թուրքական օրակարգին։
Ես չեմ ասել, պաստորեն, ես չեմ կարդում ընդդիմադիր մամուլը, պաստորեն դուրս է գալիս, որ ռուսական շակերտավոր ընդդիմությունը ինքն էլ է ներված այս հանգամանքից։ Ես չեմ հանդիպել, բայց ես վստահ եմ, որ Անուշը Սեթրակյան եթե ասում է, որ նման բան կա։ Գրեք, եթե դուք դες բան լսել եք։ Ուզեք թե չուզեք։ Հա, իդեպ մեր իշխանություններն էլ են այդ օրակարգի մեջ, դրա համար նաև իրենց ավտոմատ։ Ու ես նաև մի ուրիշ պատմական էպիզոդ բերեմ, դրանով վերջացնեմ։ Երբ որ հрьяաներին բոլորին աքսորեցին տարբեր երկրներ եւ ստիպեցին, որ դեղին աստղ կրեն իրենց վրա։ Դանյան թակավորով, թակաժառանգներով բոլորը դուրս եկան ընդունելության դեղին աստղերով։ Այս վերջերս կարդացի, ճշտեցի, այո։ Դանյան առաջինն էր, որ հանդես են եկել մուսուլմանական, իսլամական այդ մեջետներից տրվող քարոզի բարձրաձայն օրինագիծ են մշակել, որ այդ քարոզը այլևս չլսվի քրիստոնեական Դանիայի փողոցներում։ Ասածս ինչ է։ Երբ որ դուք թունավորված եք ինչ-որ խոսույթով, եթե դուք պաշտպանում եք ինչ-որ խոսույթ, եղեք հрьяաների պես։ Ձեզ հարց տվեք, որքանով է դա շահավետ իմ հողին, իմ ընտանիքին, այ հենց այսպիսի հաջորդականությամբ, իմ հայրենիքին, իմ ընտանիքին եւ նոր ինձ։ Եվ երբ որ այդ շահավետության հարցը դնեք, լիքը բան կպարզվի։ Ես քանի անգամ ասել եմ, որ ամբողջ թուրքական լոբինգը եւ ադրբեջանական լոբինգը Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոնում իրականացվել է հրեաների ձեռքով։ Այս ցեղասպանության ճանաչումը, այս հարաբերությունների սրումը նաև նոր հնարավորություններ է տալու հայդատին եւ հայկական լոբինգով զբաղվող մնացած կազմակերպություններին իրենց աշխատանքը արդեն էլ ավելի արդյունավետ անել։ Որովհետեւ միջև հիմա բոլոր տեսակի թուրքական ծրագրերը անցկացնել է եւ խեղդել հայկական ծրագրերը իրականացվել է հրեաների ձեռքով։ Եվ այդ հրեա, չգիտեմ, սենատորներ կլիներ, ով ուզում լինել, բոլորը ենթարկվում են Իսրայելի, ավելի շատ քան Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ 90%-ը սնվում են Իսրայելից եւ ենթարկվում են Իսրայելին։ Եթե սա այս մեծ գլոբալ հիմա հակադրումը, ցեղասպանության ճանաչումը ազդեց Վաշինգտոնյան այդ լոբիստական ընկերությունների գործունեության տրամաբանության վրա, նշանակում է ստեպ մի անգամից մեծ հնարավորություններ է բացվում հենց հայդատի եւ մնացած կազմակերպությունների, որոնք զբաղվում են հայկական հարցերով։ Սա մի նայեք զուտ ցեղասպանության ճանաչում, Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ, մկան ծակը մտնել եւ այլն եւ այլն։ Սա փոխում է աշխարհագրական արդեն կառուցվածքը եւ մեր տարածքում եւ համաշխարհային։ Այսինքն Ադրբեջանը, որը արդեն պոտենցիալ մոտենում է, ասենց էթնիկ զտումներ իրականացած երկրի ստատուսին, հաջորդիվ ավելի ռեալ է դառնում, որովհետեւ նման խոսույթների կասեցումը պայմանավորված է շատ բանով Վաշինգտոնում, հենց հրեական լոբինգի։ Բայց մեկը առանց մեր պետականության, առանց ակտիվ քաղաքականության, այս ամեն ինչը ռեալ չի պատկերացնել, ինչքան ուզում հայդատը մնացած կազմակերպությունները իրենց գործը անեն, հզոր պետական մեքենա պետք է աշխատի սա համար, նաև որ արդյունավետությունը լինի ավելի բարձր։ Բայց հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Սա եւս նոր հնարավորություններ է բացում մեր համար, այս հանգամանքը, նոր հնարավորություններ։ Դրա համար ես չեմ հասկանում այն մարդկանց, ինչ ումի նկատի ունի Աշոտ Անուշ Սեթրակյան, որ ներված են այս հանգամանքում, ինչի՞ ներված։ Ինչի ներված, որովհետև Ռուսաստանին սա պետք չէր, Թուրքիային սա պետք չէր, Ադրբեջանին սա պետք չէր, դուք ինչ եք խառնվել իրար։ Ափսոս, ես այդ մարդկանց չեմ լսել, ես չեմ կարող ուղիղ ճակատին ասել։ Դե ես գիտեմ, որ այս բաները եղել է, ուղղակի ես ձեռքս տակ ոչ մի բան չկա, ոչ կոնկրետ ասեմ, որ համար է աշխատում էլի։ Մենք դեռ իրական պատճառները կտեսնենք ու ինձ թվում է ոչ ուշ, որովհետև ինչքան մեծ պետք է լիներ պահանջարկը այս հարցի արագ այս կարգին լուծմանը, որ իրականացվեց եւ ժերտվա տվեց Իսրայելը իր միակ լինելու հանգամանքը եւ բացառապես բառացի շպրտեց Թուրքիային
Սենց պատերազմի ձեռնոց։ Ուղիղ պատերազմի ձեռնոց, որը Թուրքիան միջանոց ընդունել է այդ պատերազմի ձեռնոցը։ Ես իհարկե չեմ համանում, որ երբևէ պատերազմ կլինի, գոնե առաջին մի քանի տարվա մեջ Թուրքիա եւ Իսրայել, քանի Իրանի եւ Լիբանանի հարցերը լուծված չի Պաղեստինի հետ միասին։ Սա անհնարին է դարձնում այս պատերազմի հանգամանքը, մանավանդ որ Թուրքիան այս ՆԱՏՕ-ի անդամ է։ Բայց հուզվենք հերթով, ինչպես կասել, էլի։ Ես ուզում եմ ընդհանրապես մի հատ բան կարդամ ձեր համար, էլի։ Ստատուս։ Հերթական Նիկոլիստի տրամաբանությունը շատ կարևոր է իմանալ, որը գրում է ոչ դա գողելքի բանը չի, եթե ճանաչի, ապա հայ-թուրքական հարաբերությունները նորից կկանգնեն փակուղ առաջ։ Այսինքն թուրքական նախիդը կանգնած է հայ-թուրքական հարաբերությունների լուծելու խնդրի առաջ։ Ինքը նույնիսկ չի հասկանում, որ դա լուծելու գինը իր գոյության գինն, այսինքն այդ լուծելու մի ձև կա հայ-թուրքական հարաբերությունների, լուծելու մի ձև կա, այ անհետացումը։ Բայց այս նախիդը գնում է ճանապարհով, ինքը ուզում է այդ հարցը լուծած լինի։ Այդ տղա ջան, հայկական հարցը չի լուծում այդպես։ Քանի կա հայք, ուրեմն կա հայկական հարց։ Այ երբ որ դու չես լինի քո նմանները, էլ կամ նույնիսկ մեր նմանները, ժողովուրդ չի լինի հայկական հարց։ Ով ուզում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, Հայաստանին դարձնում է մահակ։ Դարասկզբին այդպես վարվեց Վիլսոնը, ինչ դա տվեց Հայաստանին։ Կատարյալ տխմար։ Կատարյալ տխմար։ Այսինքն Վիլսոնը պարտված Թուրքիայի գլխին Հայաստանը պետք է մահակ դարձներ։ Պարտված։ Սրանք իրանց ագրեսիվության մեջ են հասկանում եք, տգետ, այսինքն տգետը գիտեք որն է, այն հայտնի ֆիլմը հիշում եք, թանկարժեք տղան։ Գիտեք որն է ամենասարսափելի կենդանի։ Որը կատաղած ոչխարը։ Նա կծոտում է բոլորին։ Հիմա այս կատաղածները, կատաղած նախիրը, ուղակի բառակապակցությունները շպրտում առանց իրան հաշվի տալու։ Հիմա այս տխմաներին բացատրեք, որ այդ ժամանակ, երբ որ սևերի որոշում էր կայացվում, Թուրքիա գոյություն չուներ։ Թուրքիան պարտված գոյություն չունեցող պետություն էր։ Եվ իրեն ուղղակի ասես բան էին անում, կտրտում էին, մասերի էին բաժանում։ Այս սա քեզ, սա ինձ, այն շուռան հիշում եք Մանիկովսկուն, հետ ոնց է փողերը կիսում, սա քեզ, սա ինձ, ասենք սա իրանն էլա շատ, մի խոսքով։ Սա որոշվեց Հայաստանի քարտեզը, իր վիլայետները։ Եվ դրա մանդատը տվեցին Վիլսոնին։ Մասում է։ Վիլսոնը հայերին օգտագործեց որպես մահակ թուրքերի դեմ։ Նախիդից ինչ եք ուզում։ Բացարձակ ոչինչ չտվեց, Հայաստանը փրկվեց ռուսական 11-րդ բանակի շնորհիվ, ոչ թե Վիլսոնի ծրագրի։ Հասկանում եք, փաստորեն առաջին հանրապետությունը փրկվել է ռուսական կարմիր բանակի 11-րդ բանակի շնորհիվ։ Եթե Նժդեհը լսել սա, ինքը ինքնասպան կներ ուղղակի։ Շարքային Նիկոլականի այն կատաղած ոչխարի, որ կծոտում է բոլորին, այս sense տրամաբանությունով է շարժվում, այսօր Հայաստանի Հանրապետության, եթե դրանց կարելի ասել քաղաքացիների, չէ, բնակիչների, քվեարկողների մի հսկայական մաս։ Հասկանում եք։ Կիսագրագետ կծոտողներ, խայթողներ, թունավորողներ, կրթությունը 0, տրամաբանությունը 0, բարոյականությունը 0, ամեն ինչ։ Հայկական կարմիր բանակ եկավ Հայաստանի փրկելու, բա, հենց այդ փրկելու համար էլ սկսեցին բոլոր հերոսներին Սարդարապատի կացնահարել թուրք ղասաբի ձեռքով բանտում։ Զտարյուն Նիկոլական։ Իսրայելը ում տանձն է, որ առանց Հայաստանի հետ համաձայնեցնելու, լսեք, ցեղասպանություն է ճանաչում։ Միգուցե Հայաստանը չի ուզում։ Շարք, լսեք, զտարյուն Նիկոլական։ Զտարյուն։ Ու գիտեք Սոսկալին որն է, որ սրանք իշխանություն են, որ սրանք կարծիք են թելադրում, որ սրանք պատմություն են շարժում, ուր պետք է շարժվի սրանց շարժած պատմությունը։ Դա ասեք տեսնեմ։ Սա բացառիկ օրինակ չի։ Սա ասեմ, սա միգուցե ամենավատ օրինակը չի, որովհետև մնացած այսքան էլ չեն կարողանում գրեն, ուղղակի քֆուր են գնում, դեմք չկա, ոչ մի բան չկա։ Մի տարը գրում են 5 սխալով, մի բառի մեջ։ Սա դրանց մեջի ամենախելացիներից է, տեսեք։ Վիլսոնի անուն գիտի,
Գիտեր որ ռուսական բանակը 11-րդ կարմիր բանակն էր։ Հասկանում եք, ճահագին գիտի։ Ինքը իրակը տխման է նիկոլական, բայց տեսեք ինչքան բան գիտի։ Դրանց մեծ մասը այդ նախիդի, այս բառերը չգիտեն։ Իրանք մենակ մի երկու բառ գիտեն։ Պիցաուտող, քոչարանական, ռսաճորտ, մի խոսքով, այսքան ինչ ու կապուլներ։ Ու այս մարդիկ իշխանություն են։ Հա, ուրիշ ձև չէր կարող լինել։ Սրանք ուրիշների ձեռքով չէին կարող գալ, հասկացեք, սա նույն նեոբոլշևիզմը, սա Լենինն է։ Իր ժամանակի Աթաթուրքն է։ Գիտեք, Աթաթուրքը ում վրա է նստած եկավ։ Ինտելիգենցիայի, չէ։ Լենինը ում վրա եկավ։ Ինտելիգենցիայի, չէ։ Մարդասպանների, որոնք պատրաստ էին ալուն խմել ուղղակի, թարմ ու գրել, խոսալ, ինչ պետք է, առանց հաշիվ տալու։ Եվս մի հանգամանք, թե ինչի պետք է Նիկոլը տխուր լիներ։ Նայեք։ Ես երբևէ չգիտեմ, չէի մտածում, որ ես Մամիջանյան հայկ կտարածեմ, բայց դե հիմա տեսեք կյանքը ոնց է փոխվում։ Իսկ ես պատրաստ եմ միշտ վերանայել կարծիքս։ Chair, dear colleagues, I want to speak about democracy and even play a quiz game with you. How would you call a politician who deprives citizens of this fundamental right, the right to vote? The answer is D, dictator. And how would you call a politician who arrests his political opponents every single day? I mean, literally every day a dissident is arrested for expressing his or her opinion. Խոսքով, սա Եվրոպարլամենտում է, Հայկ Մամիջանյանը կարծում է, այն ինչ որ եղել է Հայաստանում։ Նիկոլը դիկտատոր է, քաղաքական բանտարկելներ կան, օրեկան քաղաքական գործիչները ձերբակալում փողոցում, հա, եւ այլն եւ այլն։ I don't think you would need to ask the audience aid for this question. The answer is D, dictator. Or how would you call an official who acts as if he is a prime minister or the head of the police, the prosecutor general, the chief justice, and even has ambitions to lead the church? You don't need to phone a friend or 50-50 for this one either. The answer is D, dictator. Ես ոսկ նկարագրեք մեկին, որ համ դատախազը, համ ոստիկանը, համ նույնիսկ ուզում է կաթողիկոս լինի, համ վարչապետ է։ Դիկտատոր։ Pressure on public sector employees, selective enforcement of the law, excessive use of pretrial detention, insufficient investigation of police abuse, and the Մի խոսքով, նկարագրում այդ ինչ որ եղել է իրականում ընտրությունների ժամանակ։ parliamentary elections. But I will not go into all the details because there is a king jewel among the violations. Thousands of voters were deprived of their voting rights because the results in 3 polling stations were simply annulled in the elections of 2026 earlier this month in Armenia. Not a revote, just annulled, even though a revote in those polling stations was an explicit legal requirement. Pashinyan's regime simply ignored the clear demand of the law. And if matters and it Մի խոսքով, սա ձայնագողության, պրոցեսների արհամարման, մի խոսքով, ընտրական հանցագործությունների մասին է խոսում, դետալների մեջ չենք ուզում, վերջն է կարևոր ստեղ։ And all these violations were committed so that the ruling party could secure the 3/5 majority. Ասում եմ, ամեն ինչը արվել է, որ մենակ 3/5-ը հաղթահարի Նիկոլ Փաշինյանի The votes of the people of Armenia were robbed. Ձայները գողացվել են։ I have been speaking in this chamber about the rights of the Armenians of Nagorno-Karabakh, the aggressions and crimes committed by Aliyev's regime, my compatriots imprisoned in Azerbaijani prisons, the fate of missing people, occupation of Armenia, and many other issues. Today, there is not a single Armenian in Artsakh. Դե խոսում եմ, որ այս դարիճում այսքան բան ենք խոսացել Արցախի տեղահանումների, մի խոսքով, ասում եմ, այսօրվա փաստ ոչ մի հայ չկա։ National organizations will react sooner than all those who raise their voices against those violations are imprisoned. Even if Europe is going to tolerate a new spin dictator, we, the people of Armenia, will not tolerate it. Եվ այսպես, եթե ասում եմ Եվրոպան պատրաստ է հանդուրժել այս դիկտատորին, մենք պատրաստ չենք։ Սա շատ կարևոր է։ Մեկ այլ հոդված Եվան կանգնած է դատական հայցի առաջ Հայաստանում ժողովրդավարությունը տապալելու համար, սա գրում է Ռոբերտ Ամստերդամը։
Բրյուսելն անտեսել է զանգվածային ձերբակալությունները, եկեղեցու դեմ հարձակումներ ու ընտրակեղծիքները սատարելու համար։ Վարչապետին։ Վարչապետին չի հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը չնայած ԵՄ միջամտությանը։ Եվրոպական միությունը կարող է ենթարկվել իրավական պատասխանատվության Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին պնդում է փաստաբանական ընկերությունը Ամստերդամին, որ Բրյուսելն օգնել է իրականացնել մի կառավարություն, որը խալխլում է ժողովրդական ինստիտուտներն ու հիմնարար իրավունքները։ Ես այս ամեն ինչը որ կարդացի, այսօր լսեցի, միտքս եկավ մեր անցյալը։ Էլի ես մասին փոքրիկ վիդեո եմ արել կարդ։ Ուզում ուղղակի ոչ թե ցիտեմ, այլ հիշեմ։ Եվրոպան, փաստորեն, մեր հետ վարվում անենց, ոնց որ ոչ մեկ Հայաստանում չի սպասում։ Ես չի սպասում։ Ենթադրում եմ, որ Հայաստանում կլինել մարդիկ, որոնք ասենք այդքան միշտ չեն վստահ Եվրոպայի մտածելով, բայց ինչ որ, լսեք, ինչ որ գոնե օրինականություն պետք է լինի, որտեղ Եվրոհանձնաժողովը մասնավորապես Արցախի հարցում միշտ ունեցել է շատ օբյեկտիվ գնահատականներ, կարող է մաթեմատիկին չի տվել գործանելու համար, բայց գնահատականները գոնե ճիշտ են եղել։ Այն որ եկան Հայաստան աջակցություն հայտնեցին, ես դրա վրա էի պատրաստ աչքերս փակել, բայց այս աջակցությանը հապճեպ շնորհավորելու չեմ կարող փակել։ Ես գիտեք ինչ հիշեցի, 88 թիվ Հայաստան։ Ով է եղել ընտանիքների։ Հիշեք, այսինքն ես այն ժամանակ եղել եմ 16 տարեկան, այսօր 54 եմ, այսինքն 54 պլյուս ընկերները, որոնք հիմա նստածնայում են, կհիշեն հաստատ այդ օրերը, եւ 88 թվականին միամիտ մեկ էլ իմացանք հերոստատուսից, որ մենք էքստրեմիստ ենք։ Մենք զարմացանք, մենք բան չենք արել, մեզ ասեցին էքստրեմիստ։ Ինչա՞։ Արցախ ենք ուզում։ Դե մենք որպես պարտաճանաչ շատ ակուրատնի, sense կիրթ, բարեկիրթ ժողովուրդ ասեցինք, չէ, մենք էքստրեմիստ չենք, այ ախպեջը, մենք ընդամենը ուզում ենք Արցախի մեր եղբայրները միանան մեզ։ Եվ Լենին, Պարտիա, Գորբաչով լոզունգներով դուրս եկանք փողոց։ Որին պատասխան դիմավորեցին մեզ ռուսական տանկերը, նույն ռուսական տանկերի օգնությամբ իրականացվեց Սումգայիթում ցեղասպանություն, KGB-ի ձեռքով, Բաքվի ջարդեր, Կալցո օպերացիա, Երևանում պրովոկացիաներ, մի խոսքով այն հավատացյալ ժողովուրդը, կոմունիզմի նկատմամբ հավատացյալ ժողովուրդը, որ կար Երևանում, ինքը սենց հավատարիմ կուսակցական այս օրենքներով մենք միավորեցինք Արցախը Հայաստանին։ Թվում է թե բան չեն կարել։ Ախպեր սովետն է, սովետական սահմանադրությամբ սա հնարավոր է, մենք էլ արեցինք 89 թվականին։ Ինչ եք ուզում ես։ Ձեզ չէ, ախպեր չէ։ Դու մի հավատ այդ օրենքին։ Այդ օրենքը գրված է, բայց դա քո համար չի։ Օրենքը կա, բայց քեզ հասնում է տանկը, մահակը, ոստիկանը, մի խոսքով։ Դե հայերս ծանր տանանք այդ ամեն ինչը, արդյունքում ինչ եղավ։ Քանդվեց սովետը։ Հիմա նույն բանը մեր հետ անում է Եվրոպան։ Մենք սենց հավատարիմ, հավատացյալ օրենքների նկատմամբ հավատքով մեծ սպասում ենք, որ պետք է դատապարտվեր Եվրոպայի կողմից։ Եվրոպան ավելի շուտ է շնորհավոր Նիկոլ Փաշինյանի, քան Ռուսաստանը։ Ռուսաստանը միջև հիմա չի շնորհավոր է։ Աշխարհի թիվ 1, այսինքն մոտապես ինքը Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Բաքուն, Ադրբեջանը, ելով կանդեղ այդ կարգի, որտեղ ասի 25 տարի նախագահ չի փոխվել, հա։ Դրանք չեն ճանաչել։ Եվրոպան, որ ինքը օրինականության երկիր էր, ճանաչել։ Իրականում դա Եվրոպան չի։ Եվրոմիության նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայն, այս տիկինը։ Ես այսօր ամբողջովին մտածում եմ։ Հիմա մենք այս ելույթները, որ Մամիջանյանը ասեց ամեն ինչ որ կա։ Պարոն Ամստերդամը ասեց, այն ինչ որ կա։ Դե հիմա կարելի է դատի տա, այս ամեն ինչը Եվրոպայի մեջ սա կարող առաջացնի այն ինչ որ եղավ սովետական միության հետ։ Ասեմ ինչի, ավելի շուտ կարա լինի, քան սովետական միության հետ, որտեղ սովետական միության հետ դա եղավ շատ քաոսային
Այնտեղ չկային ժողովանը երկրներ, որոնք կարծիք ունենալու իրավունք ունեին։ Եվրոմիությունը մի քիչ այլ ֆորմատ է։ Եվրոմիության մեջ երկրները կարծիք ունենալու իրավունք ունեն, եւ Ուրսուլա ֆոն դեր Լայնը չի կարող իրաց պարտադրել ոչ զենք, ոչ ոստիկանով ձեներդ կդրեք, հակառակ։ Ինքը մի հատ պրիշիկ է այնտեղ, դուրս ընկած։ Ոչ մեկն է ինքը։ Այդ չեմ ասում, ինքը հանցագործ պրիշիկ է։ Քրական գործներ վրան 53 միլիարդ եվրոյի։ Ինչ ասան ասելու Հոլանդիան արտահայտվել է արդեն Հայաստանի Եվրոմիություն գնալու մասով։ Շատ երկրներ պետք է կասեն, որ կներեք, գիտեք ինչ։ Ոնց է դուք մեր անունից այս ամեն ինչը լսելուց հետո, մեղադրանքները լսելուց հետո, ոնց դուք մեր անունից ուրեմն չընտրված դիկտատորի շնորհավորել եք։ Մտածում եմ կարող է մենք հայերս հանկարծ դառնանք Եվրոմիության քայքայման եւ քանման պատճառ։ Քանի որ ես մեծ դառնեմ մեծ հաշվով, հա, ինչ ուզում է թող այնտեղ լինի։ Սա եւս մեկ առիթ է մեզ համար հասկանալու, որ տղեկ ջան, դատավորներ, արբիտրներ, արեք դրսում ման չգանք։ Սրանք էլ են։ Այն Փարիզի վեհաժողովից հետո, որ հայերը տխուր դուրս են գալիս, թուրքերը մոտնում են, sense նայում են վրան, ասում են, հələ այս պորնիկների վրա եկա ձերից դեր։ Ախր եղել է այս ամեն ինչը մեր պատմության մեջ։ Եղել է։ Մենք չեմ ուզում ասեմ, Ժողովուրդ ջան, սիրելիներս, հայերս, հայկազուններս, դրսից մեզ արբիտր պետք չի։ Գիտեք ինչի։ Որտեվ եթե մենք մխիթար գոշ ստեղծած, ունեցած ազգը արբիտր է մանգալի, ճիշտ ու սխալի արբիտր է մանգալի, դրսում միտեղ, որ ճիշտ ու սխալը կարելի է փողով առնել փաստացի։ Գոնե Եվրոպի նախագահության կարգավիճակում, հա։ Ես չեմ ասում, ասենք գնային Դանիայի, ասենք չգիտեմ, Դանիայի թագավորը նման հիմարություն դուրս կտար կամ վարչապետը։ Իհարկե չէ։ Ես վստահ եմ, որ այդ երկրներում, անամած սկանդինավյան այդ ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում, իսկ դա շատ խորն անդեղ էլի, դա Եվրոմիության քարտուղարությունը չի։ Բայց միջև իրանք տեղից կշարժվեն, ասեն, հոպ, էս ինչ է կանում։ Մեր գնացքը կարա գնա։ Ես դեռ առաջարկում եմ, տղերք ջան, սրանք ով են եւ ընդհանրապես ով իրավունք ունի մեր համար մեր ստանդարտներից դուրս ճիշտ ու սխալ որոշել։ Իսկ կարծում եմ ոչ մեկ։ Եվ սրանից հետո էլի բոլոր նկրտումներն ու հիմար խոսքերը, ոնց Եվրոմիություն, այդ Եվրոմիություն կոչվածը կարող է ինքը լավ է հնչում հերվից։ Բայց եթե ինքը իրոք այցեն ակումբը լիներ, որտեղ ամեն ինչ կներեք բարես համար ճշտով է արվում, մեկ էս պրոբլեմը չենք ունենա։ Ճշտով նախ իրանք չէին միանգամից աջակցի Փաշինյան Նիկոլի նախորոք, չգիտես ինչի, որի մասին ունենք լռում է մասանայք։ Հարցնում եմ, այդ գործոնները, որոնք ձեզ ազդող են եղել ընտրողի կամքի վրա, կարող են նաև ազդող լինել այն պայմաններում, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ այլ պաշտոնյաներ, այդ թվում արտաքին գործերի նախարարությունը, բարբերաբար Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ հակաքարոզչություն, իսկ մյուս քաղաքական ուժերի դեմ պաշտպանություն են իրականացրել, ավելին ասեմ, դրանին հաջորդել են նաև որոշակի գործողություններ Լարսում, գործարարներ։ Սա գիտեք ով է։ Սա ֆինանս ճոբիկի քուրը, ու ինքը ոչ մեկը ընդհանրապես փաստաբան էր։ Վատ փաստաբան են որում։ Ոչ մեկը չէր իմանում, որ ինքը փաստաբան, այդքան վատ փաստաբան։ Հիմա ինքը սահմանադրական դատարանի դատավորն է, որովհետև աղբերը ճոպիկը, ինչ ասեմ, լսի, չկա այդպես հանցագործություն, որ իր համար դա հանցագործություն լինի։ Եթե դա անում է Փաշինյան Նիկոլը, ասենց ասեմ, հա, եւ բնականաբար քուրը հիմա որոշել է մնացած բոլոր հանցագործությունները այն աստիճանի լավանալ, ոչ չի հասկանում հիմա ինքը ով է, ինքը Նիկոլ Փաշինյանի հանցանքների փաստաբանն է, թե սահմանադրական դատարանի դատավոր, որ քննում է ընտրակեղծարարության հարցերը։ Հիմա ընտրակեղծարարության հարցերի մեջ բերում է, ասում է, իսկ այդ խանգարող հանգամանքների մեջ ուզում եմ ձևակերպեմ իր անգրագետ խոսքը, նույնիսկ ես ինչ եմ ասում վատ փաստաբան,
փաստաբանի առաջնային զենքը ոչ մի գիտելիքն է, այլ խոսքը դիպուկ, լակոնիկ ու թիրախային կարգավորելը։ Եթե փաստաբանը այդ լակոնիզմը, թիրախային sense կազմակերպելը չունի, հիմնված գիտելիքների վրա։ Դառնում է sense։ Ուղղակի ուզում ասի, բա այն չէ Ռուսաստանի նախագահ միջամտում այդ ձևով ընտրությունների վրա։ Հիմա ո՞նց նրան չասես։ Միջամտել է, ուրեմն սխալ արել։ Բայց ոնց որ թե իրանից բացի միջամտել է նաև Ջեյ Դի Վենսը, Մարկո Ռուբիոն, Թրամփը, Մակրոնը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, դե միանգամից սաղին ասենք, եւ միանգամից չագուճը խփենք, ասենք, ընտրությունները համալում ենք չեղյալ։ Ով չի ալադել, միջամտել է։ Ով կասի չէ։ Եթե պետք է դատարանով գնանք, ուրեմն պետք է դատարանով գնանք, բայց սրանցով չէ։ Ճիշտ։ Եթե մենք պետք է ստի վրա էլի կառուցենք, այս կարգի, սա չհասկացան, որ ստի վրա ոչ մի բան կառուցելով դու հեծրու չես գնալու։ Ձայների գող, կյանքերի գող, իրավունքների, մարդու իրավունքների գող։ Դուք գող եք ուղղակի։ Եվ սարսափում եմ, եթե այս թարգմանությունները գնա իրոք անգլերեն, Եվրոպա։ Ինչպես ված չի լինի, գիտեք։ Հարգելի ընդդիմություն ճակերտավոր ոնդ նստածեք։ Հետո տավեք էլի դատավորներին, թող տենան դեռ ինչ մասին է խոսում։ Դվասան Մնչել արտահայտություն սատկացնելու եմ, մյուս դեպքում մնչել արտահայտություն ողնաշարդ կոտրելու եմ։ Քանի դեռ այս արտահայտությունների միջև հաստական որևէ այլ լրացում չկա, մեր համար անհասկանալի է մնում, թե այս երկու գործողություններին ինչի է տրվել տարբեր քրեական գնահատական։ Ինչ ուզում անում եմ։ Ողնաշարդ կոտրելու եմ։ Սա բանը գլուխը ջարդելու եմ, ինչ ասես այնտեղ։ Դա դեսենք։ Բարձր դատարան մի դեպքում մնչել արտահայտություն սատկացնելու եմ, մյուս դեպքում Սատկացնելու գնային։ Սատկացնելու ողնաշարդ կոտրվելու։ Բա այս լեքսիկոնով անցկացված ընտրողությունը, ընդ որում սա ասում է վարչապետը։ Ու սրանք նստած գլուխն է, դες գլուխն է բռնել, չգիտի ոնց արդարացնի։ Ծայդից ծայ սա հանցագործությունն է։ Բա այս Ուրսուլա ֆոն դեր Լայենը ինչ է ասելու սրանը։ Կսի ամեն ինչ նորմալ է։ Իսկ Հայաստանում արդեն ամենակարևոր բանն է կորել։ Ստատուս քվո։ Սերժ Սարգսյանը 2008 թվականից մարտի 1-ից հետո ինքը ոնց կարողացավ այս ահավոր վիճակից դուրս գալ։ Մենակ մի բանի շնորհիվ, որ արդյունքների նկատմամբ այդ հանցագործ արդյունքների նկատմամբ կար համաձայնություն Ռուսաստանի եւ Եվրոպայի մեջ։ Հակառակ դեպքում հիշեցնեմ 2008 թվականին ոչ միայն քաղաքական ճգնաժամներ, այլև համաշխարհային տնտեսական ճգնաժամ։ Ու Սերժ Սարգսյանի իշխանությունը կարող էր ուղղակի առաջի տարին քանդվել։ Կտոր։ Դա չքանդվեց մենակ մի բանի շնորհիվ, որ կոնսենսուս կար։ Ստատուս քվո Ռուսաստանի եւ Եվրոպայի մեջ։ Եվ պահեցին այդ իշխանությունը 10 տարի։ Այնպես պահեցին, որ նույնիսկ Ռաֆին ասեցին, լսի մի խանգալ է, էլի Ռաֆի Հովհաննիսյանին։ Թող Սերժիկը խոսքա տվե գալիս է Եվրոպա։ Այդտենց։ Հիմա է ստատուս քվո չկա։ Հիմա Ռուսաստանը ընդհանրապես չի ճանաչում։ Իսկ Եվրոպան այնքան է անգել առաջ, որ հանցագործությունն է իրավական հանցագործությունը օրինականացնում է։ Եվ այստեղ չի կարող լինել իշխանություն։ Ով ինչ ուզում ասի։ Նիկոլ Փաշինյանի ձայնն էլ է ասում դա։ Հասկացեք։ Ինքը ամենալավ գիտի ինչ է կատարում։ Ամենալավը։ Իրեն գալ ասում են շեֆ խայտարակի մեջ ենք։ Մի հարցը չլուծված, մյուսն է գալի։ Հələ ընտրությունների հարցը չլուծված, Իսրայելն է վերցել ցեղասպանություն բերել մշտեղ, ինչ ասենք, որ Էրդողանը չզանգի ականիներս քաշի։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը քրեական գործի մասով, ասենք հայց սրա նկատմամբ, իսկ հիմա պարտադիր ընդդիմություն։ Մտածեք դրա մասին։ Ձեռետ է նորից կրկնեմ, ով չի երևի հիշում կամ մոռացել է, ով մանդատ վերցրեց Փաշինյան Նիկոլը։ Այս աղջկան էլ փաստորեն
Հայաստան Հակոբյան աշխատանքից հեռացել են, որովհետև ինքը եղել է պատգամավորության տեխնացու։ Պատկերացնում եք։ Ուժեղ Հայաստանից դաշինքով պատգամավորության տեխնացու է եղել։ Աշխատել է Ալմամերի տարածաշրջանային պետական քոլեջի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ։ Հայոց լեզվի եւ գրականության դասախոս։ Հանել են աշխատանքից։ Նիկոլ Փաշինյան։ Դու ոչ միայն թուրք ես, դիշովկա էլի։ Դիշովկա։ Ով կասի այս քայլը ճիշտ է, ինքն էլ է դիշովկա։ Տեսեք, ես չգիտեմ ով ասել։ Բայց ի սկզբանե ասում եմ, ով կասի սա արդար է, ես ասում, ինքն էլ է դիշովկա։ Ես հիշում եմ 12 թե 13 թիվներ, չէ, 2002 կամ 2003-4 Ստեփան Դեմիրճյանը, որ ընտրության էր գնացել Լևոն Ռոբերտ Քոչարյանի հետ, բանավեճի ժամանակ ուղիղ եթերում, սենց հարց եղավ։ Ստեփան Դեմիրճյանն ասեց, դուք քաղաքական հայացքների համար մարդկանց եք արժատում աշխատանքից։ Ռոբերտ Քոչարյանն ասեց, մի անուն ասա։ Ստեփանը պատրաստ չէր։ Ռոբերտ Քոչարյանը 2004 թվականն երևի։ 4 է պետք է լիներ 5 տարի մեկ էր նախագահական։ Ասեց, մի անուն ասա։ Ռոբերտ Քոչարյանը ինչ կայտ եմ ասում։ Ինձ անդիմադիրիս ոչ մեկ աշխատանքի չի անել։ 15 թվականին ես եմ դիմում տվել դուրս եկել արտասահման տեղափոխվելու աշխատանքի պատճառով։ Ոչ Ռոբերտն է ասել, ոչ Սերժիկն է ասել։ Դուք քպեականներ, դիշովկա եք։ Անդ որում ասում մարդը պատգամավորության տեխնացու։ Բա պատգամավորության տեխնացուները պետք է դասախոս չլինեին։ Դրանք պետք է ոչ միտեղ չաշխատեին։ Մտածեք ես կենթանուն։ Քաղաքի մուտքերի մոտ պետք է առանձնացնել այն կետերը, որտեղ ունենալու ենք մեծ ավտոկայանատերներ։ Բա մարդիկ թողնելու են իրենց անձնական մեքենաներն դեր, շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով, որպեսզի լուծվի քաղաքի տրանսպորտի խնդիրը։ Ես պետք է մենակ շնորհավորեմ սրանց ընտրողներին ու նորից կրկնեմ այդ հայտնի թեզը, եթե դու ընտրում ես համբալի քեզ ղեկավար, դա քաղաքապետ կլինի, պատգամավոր կլինի, վարչապետ կլինի, դու պետք է հասկանաս, որ քո միջավայրն էլ դառնալու է հենց այդպես։ Հա, այդպես ուրիշ ձեր չի կարա լինի։ Հասկանում եք, երբ որ դու տալիս ես բանին, թողներեն կոշկակարները, բայց կոշկակարի ձեռը տալիս ես լանցետ, ու ասում ես վերահատին, դա վերահատում է, այնց ոնց որ ինքը կարում է։ Իսկ իրեն հարգող կոշկակարը դա չի անի, բայց այս տականքները ամեն ինչի պատրաստ են, ոնց թե իրեն հարգող կոշկակարը լանցետ չի վերցնի, չի վերահատի, բայց սրանք պատրաստ են երկիրը ավիրելու։ Հիմա էլ այն վիճակին են բերել, քաղաքում շարժվել չի լինում։ Ասում են պետք է Երևան քաղաք չնի, տրանսպորտ չմտնի։ Իբր հանրային տրանսպորտը այնքան լավ է աշխատում, հիմա է պետք է այնտեղ ավտոկայանն տեղիներ սարքեն, վստահ եք էդ էլա լինելու փողով, հետո գասնեն ասում են պալիշկեքը չկա, հայլիները չկա, կռիլոն չկա, այդ էլ առանձին բիզնես է։ Տրանսպորտ չկա այդքան մարդ տեղափոխելու համար, թե ոնց է որոշելու այդ տրանսպորտը պետք է մտնի, ինչ ես անելու այնտեղ։ Շլանկ բաումներ ես դնելու, սահմանակետ ես դնելու։ Պետք է հասկանաք, սրանք Ժողովուրդ ջան, կապիկինով կտա օթանավ։ Կապիկինով կնստացնի օթանավի շտուրվալին։ Մենք նստացել ենք արդեն 3-րդ սեզոնով։ Դե արդյունքներն պետք է լիներ համապատասխան։ Սրանք այնքան նեղն են արդեն իրենց թեզերը պրոպագանդելու համար, որ որտեղից ասես ինչ որ բան, սենց կենթանիներ են տեղում։ Որքան հն կապ չունի Իսրայելի ցեղասպանության ճանաչման հետ։ Դա Թուրքիայի հարաբերությունների մասին է։ Հն ճիշտ արեց չներգրավեց։ Ինչ որ Դավիթ Պետրոսյան։ Ինչ մեղք եք դուք արել։ Ես պատկերացնում եմ սրանք ոնց են ապրել իրենց կյանքում։ Այն ինչ որ կատարվում է դրսում, այդ իրենց խնդիրն է։ Ես ճիշտ արեցի, որ դուրս չեկա։ Ես ճիշտ արեցի ընդհանրապես, որ դուրս չեմ գալի, որտեղ դուրս գամ,
կպարզվի իմ խնդիրն է։ Այ տնից դուրս չգալը ամենաճիշտ որոշումն է։ Սրանք այդպես մտածել են, սրանք այդպես քաղաքականություն են վարում։ Մարդ, որ իր պատասխանները պատասխան չի տվել, որ իր հարցերը չի լուծել կյանքում, հիմա նույն ձև արտաքին ներքին եւ տարբեր քաղաքականություններ ավարում։ Բա ինչ եք ուզում լինի։ Ասա պետք է լիներ։ Գնանք միջազգային նորություններ ու արագ վերադառնանք Հայաստան։ Շատ կարևոր բան է։ Թոմաս Մեսին, իմ ամենասիրած բանեսա սենատորներից է, հայտարարել է, որ փոփոխություններ առաջարկե այս 85-95 բանաձևը, որ 3.3 միլիարդ ռազմական օգնություն Իսրայելի նկատմամբ քենսելալու։ Ես նենց լավատես չեմ, որ դա քենսել կլինի, բայց սա առաջին անգամ է, սենց մեծ մասշտաբի, որ այդ հարցը դրվում է։ Իսկ կարող է լինի։ Իսկ կարող է լինի։ Ոնց եմ ասում, քանդվելու ամեն ինչ։ Արդեն քանդվում է։ Արդեն աշնից առաջ քանդվում է։ Ու միջև տարվա վերջ տեսեք ինչերա լինելու։ Ով կմտածեր տարվա սկզբին, որ Իսրայելը այսօր ճանաչելու է հայոց ցեղասպանությունը, Հայաստանն էլ չուզենա այդ մասին խոսել։ Մենք չենք իմանալու, չէ, դեռ չէ, պետքա լինի։ Սպասեք միջև տարվա վերջ։ Երանի միջև տարվա վերջ Հայաստանն էլ մնա։ Չնայած այս կաղ շունը, որ sense նայում ենք, կմնա։ Որովհետև ինքը ոչինչ բան չի կարողանալու փոխել, ինքը այդ ռեսուրսը չունի։ Ոչ դիվանագիտական, ոչ էլ իրավական։ Էլ չեմ ասում Իրանն ու Կատարն են համաձայնվել են 6 միլիարդ դոլարի իրանական ակտիվների ապասառեցման շուրջ։ Իրանց ֆոնդերը ապասառեցում հետ է գալիս։ Իրանը պինդ կանգնած է երկու ոտերով իր տեղը։ Կարելի ասել այդ մասով գոնե մենք ապահովենք Սյունիքի մասով, մնում է մնացած մասերը Նիկոլ Փաշինյանը ասես չհանձնի, ինչպես լռումը, ասենք, չգիտեմ, անի մասով։ Ցեղասպանության մասով։ Իսկ հանձնելը ոնց է լինում։ Ադրբեջանցին գալի մտնում դուրս չի գալի, ոնց է մտա ջերմուկ։ Սենց։ Հանգիստ։ Կսպասենք մի քանի տարի սովածանավոր դուրս գա, դուրս չի գա։ Ինչ տրամադրությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում լսենք իրանց սպիկերի պալատի նախագահին։ Խայտարակ։ Թրիպ չի լինելու, որտեղ Թրամփ չի լինելու։ The terms, heaven forbid, these Democrats, y'all, impeachment's not even the big concern. They will turn every committee of Congress into an investigative body, and they'll go after the president's family, the cabinet, his donors and friends. That's exactly. Ասում եմ նույնիսկ արդեն impeachment-ի հետ են համաձայն, ասում եմ, բայց impeachment-ը ամենամեծ խնդրը չի լինելու։ Այս դեմոկրատները ասում են, գալու են սաղից հետևից։ Բոլորից դեմ բանը կոնգրեսական, սենատոր, բոլորից հետևից են գալու։ Թրամփի ընտանիքի հետևից են գալու կատարած հանցագործությունները։ Իրենք գիտեն ինչ է սպասում։ 75% դեմ է այս ամեն ինչին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սա չեն կարող թիվ նկատեն։ Տարբերությունը շատ է, շատ է։ Ես հայացքը նայի Մայք Ջոնսոնի է, ստողու չէ։ Շատ մեծ բաներ է փոխվելու։ Լսենք մեր ընկերոջը։ Քերած ասֆալտը լցրել են առանց ձթի, զուտ պետք լինի, որ քերած ասֆալտը պահի։ Իրեքո էտի ամսի երևի եթե չեմ սխալվում, մի օր էս կոմենկոմ երևի ամսի 1-ին կամ 2-ին ընտրություններից առաջ, որը որ կայացավ ամսի 7-ին։ Եկան այսքան տեղը լցրին, բան մնացածը ասում է, դա արդեն քաղաքապետարան պետք է զանգեք, որ գանց դե ասֆալտանին, դե բնականա որ չեն գալու, էդի սաղը գիտեն որ չեն գալու։ Այդ քերած ասֆալտը լցրել են։ Ասֆալտ չկա, ճանապարհ չկա, օդ չկա, ջուր չկա, շարժվելու հնարավորություն չկա, ռեսուրս չկա ձեն հանելու, վաղնել ասել են բանակ չկա, փող չկա, ոչ մի բան չկա, բայց ով ընտրել է, պետք է պատասխան տա։ Ես սա ընտրողներին ասում դուք պետք է պատասխան տաք, գիտեք ինձ ինչ են ասում։ Դու եփես գործ գտնելու քո համար, սպառվես, այս մեղմ եմ ասում եմ։ Այդ տղաջան ասում դուք պատասխանը պետք է տաս, քո բան ինչ կարելի է, ես գործ ունեմ, թե գործ չունեմ։ Այսօր մեկ ինձ ուզում է բիզնես առաջարկ անել, ասում արա, գործ չունեմ, ինձ գործ առաջարկի, որ ես քիչ խոսամ։ Փախա փոխանակ առաջարկեի։ Փոխանակ առաջարկեր։
Այս ֆիլմը նայենք մի կարճ։ Դրանում ոչ մի խոսք։ Բայց ինչպես անենք, որ այն լինի հեղինակավոր եւ համաժողովրդական, դա է կարևորը։ Ամսագիրը պետք է լուսաբանի։ Միքայել Նալբանդյանն Լուսաբանի գրականությունը, արվեստը, նաև քաղաքականությունը։ Իպետս ժողովրդի։ Եվ ամենագլխավորն այն է, որ ամսագիրը միավորի համայն հայությանը։ Ահա թե ինչ։ Հա, Այդ որը մի հային լսեք, վերացական հայ գոյություն չունի։ դա Կա հայ, որը մարտնչում է իր ժողովրդի ազատության համար, եւ կա հայ, որ ապրում է միայն իր անձնական շահերով։ դե ոչ թվի խոսքա։ Ոչ թվի, Միքայել Նալբանդյանն է։ Սա է ամենակարևորը։ Դա Հայաստանը թուրքական զավթիչներից ազատագրելու համար չեմ թաքցրել եւ միտք էլ չունեմ թաքցնելու։ Պարոն Նալբանդյան, Ազատ նստված այն օրից, երբ հաճեցավ շունչ փչել, երբ հաճեցավ շունչ փչել իմ հողանյութ շինվածքին, իմ հողանյութ շինվածքին կենթանություն պարգևել, ես անբարբար մի մանուկ երկու ձեռքս պարզեցի եւ իմ անզոր թևերով ազատություն գրկեցի, ազատություն ինձ կրկնեց ճակատագիրը վերևից, ազատության դու զինվոր կամ իս գրվել այսօրից, օփշոտ է ճանապարհդ, քեզ շատ փորձանք կսպասե, ազատություն սիրողին, այս աշխարհը խիստ նեղ է։ Դուք շատ ազատություն սիրողին այս աշխարհը խիստ նեղ է, ասվեց 100 տարի առաջ, չէ՞ լավ է։ Հարց։ Այսօր է։ Հիմա երևի կասեք այո։ Բա ով է մեղավոր դրա համար։ Ով է մեղավոր, որ մենք այն աշխարհը չենք ստեղծել, որտեղ ազատություն սիրողի համար աշխարհը նեղ չէ լինի։ Հակառակ, ազատություն սիրողի համար կլներ աշխարհը շատ հարմարավետ։ Ով է մեղավոր։ Մեզանից բացի ոչ մի։ Ես, դուք։ Մենք չենք ստեղծել, մենք ստեղծել ենք քպեական կառավարություն, որ երկիրը բերել են, քաղաքը բերել են այն վիճակի, որ մի քիչ չի շարժում միջը։ Վերջ։ Մենք ենք դրա պատճառը։ Նայեք այս նկարին։ Վստահ եղեք, եթե հնարավոր լիներ արևը անջատել, սրանք արևն էլ կանջատեին, որ հայ ժողովուրդը չտեսներ հանգարց Արադ լեռը, Սիսն ու Մասիսը, չունենալ այդ հոգու կապը, հոգևոր կապը, կաներ էդի, ուղղակի փառքը շատ Տեր Աստված, որ մարդու հնարավորությունները սահմանափակ են։ Ասեք, Աստված այդ հնարավորությունը տվել է, որ մարդ չկարողանա սա անի։ Այսինքն, բա մենք ինչ պետք է անենք։ Աստված մեզ հնարավորություն տվել է սանով ուրախանալու, իսկ չի տվել հնարավորություն մեկին փակի մեր աչքերը սա համար։ Մեզ հնարավորություն տվեց նաև սանով ուրախանալու, ու ոչ մեկ չի կարողանում սա մեզանից փակի։ Իսկ մենք ինչ ենք անում։ Կամավոր հրաժարվում ենք սանից։ Կամավոր թույլ ենք տալի մեզ ասել նայենք այս կողմ, թե չնայենք այս կողմ։ Մերնա թե մեջ։ Ես ունենամ հոգևոր կապ սա է, թե չունենամ։ Այն մարդիկ, որոնք միշտ ասում են Աստված մեծ է մի բան կանի, մտածում եմ ամեն անգամ, արա Աստված քեզ խեր, ո՞տ, ձեր ամեն ինչ տվել է, ո՞տ էլի հույսը իր վրա դնես։ Եթե Աստված ստեղծել է մեզ ազատ, ինչի մեզ այս կյանքը պետք է աշխարհը նեղ լինի։ Կարող է մենք ենք նեղացել այս աշխարհը մեզ համար։ Կարող է թողել ենք, որ մեզ համար նեղացնի։
Մեր համար թողել ենք նաև այս լույսը անջատի, ուղղակի այստեղ Աստվածը մեզ փրկում չի տվել մարդուն այդ հնարավորությունը։ Հավատացեք, մենք թողել ենք, որ սրանք այս լույսն էլ մարեն մեր համար, որ սա չերևա, բայց Աստված եկել է մեզ դե օգնության մարդուն այդ հնարավորությունը չի տալի։ Հասնի արևին, թողնի լույսը գա մեր վրա, թե չէ դա էլ կաներ։ Հետո կասեին աղբեջան, սրանք լույսն էլ, Աստծո լույսն էլ մեր վրա իսկրեցին։ Առանց մտածելու, որ մենք թողեցինք, որ դա եղավ։ Առավել եւս ես չեմ կարողանում հարմարվել, երբ որ տղամարդիկ են այդ բառերը խոսում։ Ես հանգիստ կանանց հանդուրժում եմ, որովհետև ես մտածում եմ, որ տղամարդ լինել դա նշանակում է կրել ամբողջական պատասխանատվություն, այն ինչ որ կատարվում է երկրում ու քո շրջապատում։ Դա կնոջ պատասխանատվությունը չի։ Ես որպես տղամարդ դա վերցրել եմ ին վրա։ Երբ որ տղամարդիկ են նեղվում, նվնվում դրա համար, ես չեմ կարողանում դա հանդուրժել։ Ումից եք ինչ պահանջում։ Աստված մեզ տվել է ամեն ինչ։ Մեր թշնամուներ զրկել այդ հնարավորությունից լույսը մեզնից կրել։ Եկել ինչ ենք ուզում։ Մեզ ընդամենը պետք է մի բան անել։ Մեր բաժին պատասխանատվությունը ուղղակի պարտաճանաչ իրականացնել ու վերջ։ Ամեն մեկի իր բաժին պարտականությունը իրականացնում էր, այդ իդեալական ազատությունն է։ Եվ վերջում ուզում սա լսենք։ Հուսում եմ ինտերնետը չի բանանի աչքերապակիսը, հուսում եմ դուք էլ կլսեք։ Laçin maral deyel 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 Ornançav deyel 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 Kamin yelav deyel 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 Mutnan kav deyel 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 Astğernelan deyel 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 Շնորհակալություն Տեր Աբել Քահանա Քարպաշյանին։ Ես ամեն անգամ կոմիտաս լսելուց գիտեք ինչն եմ պատկերացնում, այս մասշտաբները, ասում եք մեր երգը ինչքան ուղիղ է, պարզ, լայն, ոչ մի sense բան չկա միջը, ինչպես մենք ենք ուղիղ, sense բաց, հենց էլ մեր երգն է, հենց մենք վերադառնանք
մեր երկին ու ապրենք այտենց ոնց որ մեր երկն է, ուղիղ, ասես բաց։ Սես չանենք էլ, այն կլկլոցեն ճղճին, հանենք էլի դա մերը չի։ Մենմատ հիշեք այդ կլկլոցը, զզվելի, գարշելի, ճենջահոտ, մերը չի դա։ Դամար մենք որ մարդկանց ենք ավելի շատ սիրում, ովքեր բաց են ուղիղ են, ովքեր պարզ են, մեր երկը տենց է, գիտեք ինչ ենք սիրում, իրանք հասկանալի են, իրանք մերն են, մեր ենթագիտակցությունը, մեր հաճախականությունները մի անգամից բռնում է իրար, էլ մեզ պետք չի մտածել, ինչի նկատի ուներ, ով է ինքը, մի անգամից հասկանում ես, որ ինքը քոնն է, ու ինքը սենց է, բաց ուղիղ, Կոմիտասի երկին նման։ Տեսեք ինչ, հեշտ է հայ մարդուն ճանաչել։ Շատ հեշտ։ Ես անձնական պրակտիկայից եմ ասում։ Ես շատ եմ շփվել։ Տարբեր երկրներում, տարբեր տեղեր, սա մեկը գրել էր փողահավաքում, որ գնա Հնդկաստան չի եղել։ Ես էլ ասեցի, որ Հնդկաստան չեմ եղել, չէ։ Հնդկաստան չեմ եղել, Շրի Լանկայի չեմ եղել։ Այդտեղ փողեք հավաքում եք, մենք Շրի Լանկայի ուղարկեք։ Հասկանում եք, անգլիագետները նույնիսկ չգիտեն ես ինչի եմ գնացել այդ երկրները եւ ինչի չեմ եղել ասենք Հնդկաստանում կամ Շրի Լանկայում ինչի չեմ եղել։ Մի խոսքով, քանի որ մասնագիտության բերումով ես շատ տեղեր եմ եղել։ Ես հայ մարդուն, լավ մարդուն, նույնիսկ հայ չի։ Չէ՞ ցանկացած մի քիչ հայ է։ Այս պարզ, այս վիբրացիաներով ես ընկալում, ինքը քոնա թե քոնը չի։ Թե սենց կեղտոտ αφելիս մեկն է, որ կյանքում աչքերիդ ուժը չի կարողանում նայել, միշտ կողքի հետ նայել, ինչպես Փաշինյանն իքոն։ Տեսեք ինչ հեշտ է մարդուն զգալ։ Այ ժողովուրդ ջան, դա համար ասում եմ, վերադառնանք ինքներս մեզ, ինքնաճանաչում, եւ այնքան բան կգնի կողքներս, ցենց իրա տեղս, դարակներով սիրում ու գնալ։ Մենք էլ ավելի ապահով խաղաղ կապենք։ Սերնդը։ Այսօրվա ման այսքան, լավ մնացեք։